Մի ուշագրավ հայտարարություն աչքիս ընկավ այս օրերի թոհուբոհի մեջ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ԱԾ-ն հայտարարեց իր հերթափոխը երիտասարդ կուրսանտներին արտերկրում վերապատրաստելու, ուսում տալու ծրագրի մասին եւ կռահեք, որ երկրում է պատրաստվում ուսում տալ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը իր նոր սաներին, իհարկե Ռուսաստանում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը պարբերաբար հայտարարում է Եվրամիության անդամակցելու ծրագրերի մասին, որը ԿԳԲ գործակալ լինելու մեջ է մեղադրում մեկ սրան մեկ նրան, պատրաստվում է ազգային անվտանգության ծառայության նոր սպաներին ուսում տալ Ռուսաստանում, ԿԳԲ-ի որջում, ՖՍԲ-ում, ինչպես է համադրվում այս գաղափարը եվրաինտեգրման հետ։ Շատ հեշտ, ոչ մի եվրաինտեգրման նպատակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չունի, սա եվրաիմիտացիա է։ Իրականում Փաշինյանի կառավարությունը պայքարում է մրցակիցների հետ, Պուտինի, ՖՍԲ-ի աջակցության համար, որովհետև սա է Կիրիենկոյի ծրագիրը, որը իրականացնում է ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը, ամեն օր բերում է դրան նորանոր ապացույցներ։